Ինչու ՀՀԿ-ն որոշեց առաջադրել Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը իմպիչմենտի այս գործընթացում։ Որտեղ Դավիթ Համբարձումյանը արժանի է դրան, Դավիթ Համբարձումյանը վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Նրան հիախավորում են որոշ հարցերում, դրա համար եմ ասում, չկար ավելի պակաս խոցելի մարդ, չնայած նրա անձնային որակները բարձր են գնահատում ճանաչողները, բայց հիախավորում են որոշ կրիմինալ կոնտեքստ են դրան հաղորդում։ Ասում են նվեր արեց ՀՀԿ-ն մեզ։ Դուք էլ ասել։ Հայտնի անեկդոտ է այնպես որ ում էլ առաջադրեինք ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու եւ այդ մասին ես ձեզ ասել եմ, երբ որ հարցրել եք ինչու տեխնացու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ հիմա դրանում համոզվեցիք։ Բայց ասում եք նաեւ իշխանության չեք հավակնի, փաստորեն հավակնում եք Սարգսյանը։ Ձեր հարցը, այսպես ասեմ, ձեր տրամաբանությամբ շատ sense նուրբ պատրաստված է։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Միթե բարձ չի բոլորը։ Իսկ հնարավոր է իմպիչմենտը դառնա այդ տրիգերը, որ կարող է իշխանափոխություն առաջ բերել։ Ումով ուզում է, մենակ իշխանափոխություն լինի։ Չենք կարող մրից ելնել հրջումն ընկնել։ Ոչ, որտեղ սա մուրջ չի։ Սա ճահիճ է, ճահիճ։ Նախագահ, ի վերջո տրիգեր կդառնա այդ իմպիչմենտի գործընթացը, որ գեներացվի փողոց նաև, պարոն նախագահ։ Իհարկե գեներացվելու է, բայց առանց փողոցի ո՞նց կլինի։ Պարոն նախագահ, գործընթացը քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնում եք։ Ես բոլոր վտանգները տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Պարոն նախագահ, ինչու էր Նիկոլը ճիշտ, պարոն նախագահ, եւ դուք սխալ, ինչու էր ինքը ճիշտ։ Ես ձեզ երևի դուք բացակայել եք նախորդ անգամ, ես ասել եմ 18-ի հետ կապված, ես ասուլիս կտա գիտեմ, բաբա եթե գիտեք հիմա ինչու եք նորից եք ասում։ Որովհետեւ տանջում է այդ հարցին, ուզում եմ դուք ինձ պատասխանեք։ Մի տանջեք։ Բայց կար մի հարց, որը ճիշտ է։ Ահի բաշտան։ Ասել են անհրաժեշտության դեպքում կտանք էլի տղեկ։ Հայաստան Դաշինքի հայտարարությանը ինչպես կարձագանք է, որովհետև ասել են կարծես թե հետևյալն է, որ դուք բերեք նաև ՔՊ-ի պակասող ձայները կամ այլ պակասող ձայներ, մենք էլ մեր 28 ձայնը կտանք ձեզ։ Դուք իրենց հարցրեք, բայց որպեսզի դուք էլ տեղյակ եղեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս բային այդ հարցի շուրջ։ Ոչ։ Որոշողը Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով բանը։ Ես չեմ կարծում, որ Պարոն նախագահ, իսկ հանդիպում որ ՀՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ-ու-մատ անելու։ Տուփիկ դա փակողը արշավ կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունների։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանել կստացվի իմպիչմենտ։ Այո։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։